3 միլիարդ դոլար, այսքան գումար է վաստակել Rockstar-ը ընդամենը GTA 6-ը թողարկելուց 24 ժամ հետո, 3 միլիարդ դոլար։ Ու ավելացնեմ երկու շատ հետաքրքիր փաստ, GTA 6-ը ստեղծել են ուղիղ 10 տարի, GTA 6-ը ստեղծել են 10 տարի, ծախսել են 2 միլիարդ դոլար գումար, ու այդ 2 միլիարդ դոլար գումարը իրենց հետ եկել ընդամենը առաջի 24 ժամվա ընթացքում։ Երրորդ ամենահետաքրքիր փաստը GTA 6-ի ֆանատները գտնվում են իրենց ամենավճարունակ տարիքում։ Ինչի մասին է սա։ Օրինակ, ես այս պայն 26 տարեկան եմ, ունեմ աշխատանք, իմ աշխատանքով կարող եմ ինձ թույլ տալ ձեռք բերել GTA 6-ը, ինչը որ արել եմ 2 օր առաջ, բայց ինչ է նշանակում ամենավճարունակ տարիքում։ Ես GTA սկսել եմ խաղալ մոտավորապես 7 տարեկանից, 20 տարի առաջ խաղացել եմ GTA San Andreas-ը, այնուհետև խնդրել եմ ծնողներիս անընդհատ ամեն նոր GTA ձեռք բերեն կամ ձեռք բերել չեմ PlayStation-ը կամ այլ ինչ-որ համակարգիչ, որպեսզի դրանով խաղամ։ Այսինքն իմ գումարով չեմ կարողացել ձեռք բերեմ, քանի որ չեմ եղել վճարունակ, չեմ ունեցել աշխատանք։ Հիմա դուրս է գալիս GTA 6-ը, արդեն ես ունեմ աշխատանք, 26 տարեկան եմ ու իմ նման մոտավորապես 80% GTA 6-ի խաղացողներն են, ովքեր արդեն վճարունակ են եւ կարող են իրենց ցանկությունը ուղղակի ձեռք բերել մի քանի րոպեների ժամերի ընթացքում։ Դուք գրեք կոմենտարում ձեր պատմությունը, ինչպես եք սկսել խաղալ GTA 6, ինչ եք կարծում, սա արդյոք լեգենդար է, քանի որ սա փաստում է նրա մասին, որ GTA-ն սա պրոստա որ խաղ չի, այլ կարելի ասել պրոդուկտ է, որը մեծացրել է սերունդներ եւ այս սերունդները հիմա մեկ օրում ձեռք են բերել իրենց կյանքի երազանքը։ Ես առաջի անգամ եմ ձեռք բերել GTA 6 իմ սեփական գումարով, մինչեւ այդ խնդրել եմ ծնողներիս կամ ուղղակի նվեր եմ ստացել։ Իսկ դուք գրեք կոմենտարում ձեր պատմությունը, ձեռք եք բերել թե ձեռք եք բերելու ու սպասենք բոլորս միասին նոյեմբեր ամսին իրական ռելիզին եւ խաղանք GTA 6 բոլորս։